Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Սահականուշի խոհանոց, անչափ շնորհակալ եմ, որ հետևում եք իմ ալիքին, գեղեցիկ մեկնաբանություններ եք գրում, ինչով իսկ ոգեշնչում, ոգևորում եք և իմ հետագա աշխատանքները ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Այսօր, ինչպես տեսնում եք, պատրաստում ենք պանրահաց խաչապուրի, որը թխելու ենք թավայի մեջ, առանց ջեռոցի, առանց որևէ մի կաթիլ յուղի։ Եվ այսպես տեսեք, թե ինչ է պետք այս համեղ պանրահացերը թխելու համար։ Ես վերցրել եմ 2 չափաբաժին, ասեմ 6 ձու, որի կեսը պիտի օգտագործեք 1 չափաբաժնի համար, 2 բաժակ մածուն, 6 բաժակ ալյուր, 100 գրամ կարագ, շաքարավազ, աղ, սոդա, բուսայուղ, ցանկացած տեսակի անհոտ բուսայուղ և վերցրել եմ պանիր ու կաթնաշոր։ Կաթնաշորը ինքս եմ կտրել, իմ էջում կա, ովքեր դիտել են, ովքեր էլ չէ, իմացեք, որ թարմ կաթը մածունով, սիճուկով եռացնելու ժամանակ ստացվում է շատ համեղ կաթնաշոր։ Քանի որ կաթնաշորը դեռ մեզ պետք չի, մի փոքր հեռացնենք սեղանից, կարագը նույնպես վերջում ենք օգտագործելու, սա նույնպես այն կողմ եմ դնում և այժմ սկսենք խմորի պատրաստելը։ Ինչպես ասացի, վերցրել եմ 2 չափաբաժին, բայց ես նկարագրությունների բաժնում կթողնեմ 1 չափաբաժինը, որպեսզի դուք ավելի լավ կողմնորոշվեք։ Եվ այժմ սկսում ենք խմորը պատրաստել։ Սովորաբար ինչպես անում ենք, սկզբում կոտրում ենք ձուն, մի փոքր խառնում ենք, պայթեցնում ենք դեղնուցները, ավելացնում եմ աղը, աստիճանաբար խառնելով ավելացնում եմ շաքարավազը, այսպես ասած, որ օրհնվի մեր խմորը, և ավելացնում եմ մածունի վրա սոդան, 1 բաժակ մածունի համար պետք է 1 լիքը թեյի գդալ սոդա, որովհետև մյուս բաղադրիչներն էլ բավականին շատ են։ Այժմ խառնում ենք այնքան, մինչև ունենանք համասեռ զանգված, որից հետո արդեն կավելացնենք բուսայուղը։ Ցանկացած տեսակի բուսայուղ, որը անհոտ կլինի, չի փոխի մեր խմորի համը, կարող եք ավելացնել։ Ավելացրեցի 2 ճաշի գդալ բուսայուղ 1 չափաբաժնի համար, այսինքն 4-ը։ Այժմ ավելացնում եմ ալյուրը, ալյուրը մաղած է, վերցրել եմ 6 բաժակ ալյուր լիքը, այսինքն 1 չափաբաժնի համար 3 պիտի վերցնեք։ Այժմ ալյուրի կեսը ավելացնում եմ մեր զանգվածին, խառնում ենք, բայց տեսնում եմ, որ դեռ էլի տեղ ունենք ալյուր ավելացնելու, քանի դեռ թիակով ենք հարում, մի քիչ էլ կավելացնեմ, որից հետո արդեն կտեղափոխեմ գորգի վրա, արդեն ձեռքով պիտի հունցենք։ Շատ փափուկ, շատ լավ ենթարկվող խմոր է, այնպես որ առանց կասկածելու հանգիստ կարող եք պատրաստել։ Տեսեք, կես բաժակի չափ ալյուր ավելացավ, իսկ իմ խմորն արդեն պատրաստ է։ Այժմ տեղափոխում եմ գորգի վրա, մի փոքր էլ այստեղ եմ հունցում, տեսեք ինչքան փափլիկ խմոր է։ Այժմ խմորը կթողնենք հանգստանա 10-15 րոպե, որից հետո նոր կսկսենք խմորի հետ աշխատել, հենց այսպես իր թասիկով էլ ծածկելու եմ։ 15 րոպե անցավ, խմորը բավականին հանգստացավ, այժմ հարկավոր է խմորը բաժանել
մասերի։ Նախ բաժանում ենք 2 հավասար մասի և յուրաքանչյուր մասը պիտի բաժանենք 7 հավասար մասերի, այսինքն ամեն մի չափաբաժին խմորից մենք կունենանք 7 խաչապուրի, 7 պանրահաց։ Նույն ձևով էլ պանիրը պիտի բաժանենք մասերի, որպեսզի հավասարաչափ կարողանանք տեղավորել այս խմորիկների մեջ։ Ես սովորաբար չեմ կշռում խմորները, որովհետև տան համար եմ պատրաստում, ընտանիքիս մի փոքր ավել կամ պակասը դա դեր չի խաղում, բայց ասեմ, որ յուրաքանչյուր գունդը 140-141 այդպես տատանվում էր և ստացա 14 բաժին խմոր։ Այժմ գեղեցիկ գնդիկներ եմ սարքելու և արդեն թողնելու եմ մեր խմորները հանգստանան։ Ունեցա 14 գունդ, ամեն մեկը մի խաչապուրի պիտի լինի, դնում ենք տախտակի վրա և թողնում եմ ևս մի 20 րոպե հանգստանալու։ Այդ ընթացքում ես պանիրը կքերեմ ու խառնեմ կաթնաշոռին։ Ծածկում ենք սրբիչով, որ քամի չանցնի և դնում ենք մի կողմ։ Արդեն ժամանակը լրացավ և ես պատրաստում եմ խաչապուրիները։ Տեսեք, բացում եմ առանց գրտնակի, տեսակ ինչքան պիտի բացենք, և մոտավորապես 2 լիքը ճաշի գդալ պանիր պիտի օգտագործեմ։ Մոտավորապես սա էլ եմ կշռել, ասեմ, որ 70-72 գրամ է ստացվում, այսինքն մեր պանիրը լրիվ բավականացնելու է մեր խմորիկների քանակին։ Այսպիսի փոքրիկ գնդիկներ ստացանք։ Հիմա ձեռքերի օգնությամբ կբացեմ ինչքան հնարավոր է, որից հետո արդեն գրտնակի օգնությամբ ավելի կտափակացնեմ, որպեսզի բարակ խմոր ունենանք։ Փուչիկները թող ձեզ չվախեցնեն, ընթացքում պայթեցնելու ենք, որովհետև դա կխանգարի թխելուն, և արդեն վերջ։ Մի փոքր էլ ուղղում եմ կլորացնելու համար և վերջ, արդեն մեր խաչապուրին պատրաստ է։ Ասեմ, որ պատրաստի խաչապուրին էլ պիտի ունենա 1 թիս բացվածք։ Չգիտեմ ինչու այս մասից դուրս է մնացել, երևի կտրվել է։ Թավան լավ տաքացրած է արդեն, դնում եմ հենց թավայի մեջտեղում, ծակծկում եմ մի քանի տեղից պատարագ որպեսզի օդը դուրս գա և փակում եմ կափարիչով։ 3-ից 5 րոպե մարմանդ կրակի վրա եփվելուց հետո կափարիչը բացում եմ, ստուգում ենք, արդեն կարմրել է և արդեն չենք ծածկում, թողնում ենք մինչև ներքևի շերտի պատրաստ լինելը։ Մեր պանրահացը խաչապուրին արդեն պատրաստ է։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունի։ Եվ այսպես շարելու ենք իրար վրա, յուրաքանչյուրի վրա քսում ենք մի կտոր կարագ։ Իմ կտրտած կարագները բավականացրեց ամեն մի կտորը, ամեն մի խորանարդը 2 խաչապուրու համար լիովին բավականացրեց, այնպես որ դուք էլ կարող եք այդ չափով կտրել, որպեսզի կարողանաք ճիշտ տեղավորել։ Այսքանը սիրելիներս, տեսեք ինչքան գեղեցիկ պանրահացեր ստացանք, և համեղ է, և փափլիկ, և հագեցնող, այնպես որ կարելի է նախաճաշին շատ արագ պատրաստել և վայելել։ Կարող եք կտրատել ձեր ցանկացած չափին, կարող եք 2 մասի բաժանել, կարող եք 4 և 8, բայց 4 մասի շատ հարմար չափ է։ Մի թեթև էլ աղցան եք պատրաստում և արդեն ամեն ինչ պատրաստ է։
Տեսեք ինչքան բարակ է շերտը, խմորը համարյա թե չի երևում և շատ հաճելի է ուտելու ժամանակ, իսկ պանիրը մեջտեղում շատ համեղ, ասեմ կաթնաշոռի և պանրի խառնուրդով շատ համեղ է ստացվում, յուրահատուկ համ է լինում։ Հիմա մի փոքրիկ գաղտնիք ևս ձեր համար բացահայտեմ, նախ ասեմ, որ ալյուր բոլորովին չմնաց, այդ մի փշուր ալյուրներ, մի պտղունց էլ չի լինի։ Հիմա իմ մոտ 4 պանրահաց ավելացավ, այսինքն 10 վայելեցին, 4 խմոր մնաց։ Այժմ սրանք, տեսնում եք, պոլիէթիլենային տոպրակներ եմ դնում արանքները, որպեսզի իրար չկպչեն, և ես սա հիմա պիտի դնեմ սառնարան, բայց սառնարան դնելու ժամանակ հնարավոր է, որ խմորի վրա սև կետիկներ առաջանան, որովհետև ինքը սոդա է պարունակում, դրա համար կդնենք սառցախցիկ։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս համեղ բաղադրատոմսով, պատրաստ եք անպայման, չեք փոշմանի, շատ համեղ է, կհավանեն բոլորը, իսկ ինձ մնում է ձեզ ասել ցտեսություն, մինչև նոր հանդիպում։